Ծննդոց գրքի կենսաուսումնասիրություն, սկզբում, այժմ մենք գալիս ենք առաջին գլխի առաջին խոսքին։ 1. Սկզբում Աստվածաշնչում այս սկզբում արտահայտությունը կիրառվում է երկու ձևով։ Առաջին անգամ ծննդոց 1:1-ում, իսկ երկրորդ անգամ Հովանու 1:1-ում։ Հովանու 1:1-ում հիշատակված սկզբինն ավելի վաղ էր, քան ծննդոցում հիշատակված սկիզբը։ Սկիզբը, որը հիշատակում է Հովհաննեսը, սկիզբ էր հավիտենության մեջ, սկիզբ առանց որևիցե սկզբի։ Սկիզբը բացահայտված ծննդոց 1-ում ժամանակի սկիզբ էր, որը սկսվեց Աստծո ստեղծագործության հետ։ Հովհաննեսի ավետարանը վերաբերում է հավիտենությանը, մինչդեռ ծննդոցը վերաբերում է ժամանակին։ 2. Աստված ստեղծեց։ Այս սկզբի մեջ Աստված ստեղծեց։ Միանգամայն հետաքրքիր է հիշատակել, որ այս նախադասության մեջ Աստված ենթական հոգնակի է, իսկ ստեղծեց ստորոգյալը եզակի։ Արդյոք սա նշանակում է, որ մի քանի աստվածներ կան։ Անկասկած, սա երրորդության փոքր սերմ է, Աստված մեկ է, բայց և եռամեկ։ Նույն գլխում խոսք 26-ը նա կոչում է իրեն մենք, Աստված ասաց մարդ ստեղծենք, բնագրում պատրաստենք, Աստված մեկ է, սակայն ստեղծենք բայը գրված է հոգնակի թվով։ Մենք չենք կարող սա մեկնաբանել, Աստված մեկ է, բայց և եռամեկ։ Եռամեկ Աստված եկավ ստեղծելու։ Ծննդոց 1-ում և 2-ում Աստծո ստեղծագործության և վերաստեղծման վերաբերյալ 3 տարբեր բայեր են կիրառվում. ստեղծեց, պատրաստեց, ձևավորեց։ Ստեղծել նշանակում է ինչ-որ բան ոչնչից գոյության մեջ բերել։ Մենք չենք կարող ստեղծել, մենք միայն կարող ենք պատրաստել։ Պատրաստել նշանակում է արդեն գոյություն ունեցող ինչ-որ բան վերցնել, որից հետո օգտագործել այն և մեկ այլ բան առաջացնելու համար։ Աստված առաջին օրը չստեղծեց լույսը, իսկ երրորդ օրը երկիրը, քանի որ լույսն արդեն կար և երկիրը թաղված էր խորը ջրերի տակ։ Աստված առաջին օրը չստեղծեց, այլ կարգադրեց։ Աստված ասաց թող լույս լինի և լույս եղավ։ Երրորդ օրն Աստված կարգադրեց, որ թաղված երկիրը դուրս գա մահվան ջրերից։ Սա ոչ թե ստեղծելու, այլ պատրաստելու գործողություն է։ Այնուհետև Աստված մարդու համար ֆիզիկական մարմին պատրաստեց։ Սա ձևավորում էր։ Աստված մարդուն ձևավորեց փոշուց։ Աստծո ստեղծագործությունը 1-ին խոսքում է, իսկ վերաստեղծումը սկսվում է 3-րդ խոսքից։ Չի ասվում, որ Աստված պատրաստեց երկինքը, ոչ էլ որ Աստված ձևավորեց երկիրը, ասվում է Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ստեղծագործությունն ապացուցում է Աստծո գոյությունը։ Ստեղծագործությունը հռչակում է Աստծո փառքը, հաստատում է, որ Աստված կա։ Երկինքն Աստծո փառքն է հռչակում, ու երկնքի տարածությունը նրա ձեռքերի գործերն է ցույց տալիս։ Սաղմոս 19:1։ Թեև Աստծո աստվածային զորությունը և աստվածությունն անտեսանելի են, մարդը կարող է դրանք ըմբռնել ստեղծված բաների միջոցով։ Մարդը կարող է հասկանալ և արդարացում չունի Հռոմեացիս 1:20-ը։ Նայեք ստեղծագործությանը, ինչպես կարող ենք ասել, որ Աստված չկա։